Ես, տեսեք, Թուրքիայում ոչ հոտել ունեմ, ոչ հոստել ունեմ, եթե ունեմ, թողան նվեր տամ իրանց, նախ սուդ է, բացահայտ սուդ, ես Թուրքիայում սեփականություն չունիմ, այնտեղ որ ես կեշ տամ դաժե մնամ, իմ տունս նույնիսկ վարձով է, վարձով կմնամ, իմ կոզնեությանս մասին բացահայտ ասեմ, իմացեք, որ այն ասեկոսանքներին չհավատակ, էլ ես այդ տոնով էրոնյաներով չեմ խոսա, որովհետև դիք պատասխաններ Սարիգի խոսույթին, հարգելի լրագրողներ, իմ աշխատանքս Թուրքիայում, գիտեցեք, ես գնացել եմ Թուրքիա, Ռուսաստանի, Ուկրաինայի ու մյուս սովետական երկրների հետ կապեր եմ ունեցել, նաև հմել ունիմ, այնտեղից ապրանք կուղարկեմ, կարգո կուղարկեմ այդ երկրները, ես կլենտներ ունիմ, ապրանքը կուղարկեմ կեշտամ, այնուհետև ցավալվելով իմ բիզնեսս, իմ կոզնեությունս, ես ունիմ ֆուլ տեսակի ավտոմեքենա, ավտոբուսներ, որոնք իմ հայտարարությունից գրված են, եւ Հայաստանի Հանրապետության պետհամարանիշներով չեն։ Նրանք վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ են, որոնք կապ չունին ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետ։ Այնքանով կապ ունին, որ այդ գույքի սեփականատերը Արձեմ Ղարաղազարյանն է։ Այդ կանով կապ ունին։ Իմ գործերս, գործունեությունս դուրսն է։ Ես մենակ ոչ թե Թուրքիայի հետ, տարբեր երկրների հետ կապ ունեմ։ Եկուս կարող եք տամ Ռուսաստան էլ երկար մնալու եղնին, նման տիպի թուղթ պետք է եղնի, ու ես ունեցել եմ կռնակ ստուգեք, թող մանկավ Սարիգի հետ էլ կգտնի։ Ունեցել եմ դոկումենտներ կացության, այսինքն վիտնաժիցը կոչվի Ռուսաստանում։ Ունեցել եմ, որովհետև պետք է եղել գործից բերումով մնալ, գործից բերումով երկար շուչուտ մտնել եղնել այդ երկիրը։ Իմ գործունեությունս այդ է, ես Թուրքիայում չունիմ սեփականություն։ Այո, ասեիք Վրաստանում կա, գաստեյ, Վրաստանում ունիմ շարժական գույք։ Հայաստանի Հանրապետությունում է, ես հորս տունը կապրեմ։ Հա, ի տարբերություն մյուսներին, ես տուն շինող տեղուտեղա եմ, տուն քանդող տեղուտեղա չեմ։ Ես էլ Գյումրեցու բարբարով։ Ես ազգով, ապով, պապով աշխատող արարող մարդկանց տղա եմ։ Չկա պես մարդ այս քաղաքում, որ իմ դուրս թագած եղնի, ես բացայան եմ ասում, ու մեժված իմ տնիցս գնացած եղնի։ Ես բացայան ասում եմ, կարակ այդ ամեն ինչը ճշտ է։ Ես քրդանող, աշխատող, արարող մարդու տղա եմ, ու ինչի էլ որ հասել եմ, իմ շնորհքով եմ հասել։ Ես ոչ քաղաքական, ոչ էլ ճագերտավոր թիգունք եմ ունեցել, որ հերեն դառնան ու հետո լեզու ունենան։ Այդ լեզուները կտրելու ժամանակն է կուկա։ Այսօր Բարգավաճում եք, չէ՞։ Բարգավաճ Հայաստանի հետ կապված ասում։ Երբ որ Պալասանյանին անվստահություն հայտնելով գործառույթ։ Հերթով սաղ կամ ինչ հարց ունիք բոլորը տվեք, որ մութ չմնա։ Ով ինչ հարց ունի տվեք, խնդրեմ, հարգելի լրագրողներ։ Հենց սկզբից կամ, լսեք։ Ուրեմն, քանի որ այսօր դուք տեսաք դաշտի փոփոխություն, այսինքն քաղաքական դաշտի, բացատրեմ։ Ես Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից առաջադրվել եմ որպես ավագանու տեխնազու Բարգավաճ Հայաստան թիմի եւ անցել եմ ավագանու անդամ։ Ես նորից եմ կրկնում, երբեք իմ կյանքում ես կարող եք ճշտել, չեմ եղել կուսակցական եւ հիմա էլ եմ անկուսակցական։ Եվ այս ընդրությանը մասնակցում եմ նրա համար դեմոկրատական այլ դրան կուսակցության հետ, որովհետև ինքը ոչ հների հետ կապ ունի, ոչ նորերի հետ, բայց կա մի թեզ, դեմոկրատական այլ դրան կուսակցությունը, եթե ուշադրություն դարձնեք Հայաստան մարզերում, իրանք դաշինքի ձևով կամ միասին մասնակցել են թիմ ընտրությունների, ՀԿ-ի հետ միասին։ Այդ իսկ պատճառով ես հայտնվել եմ ստեղ ու առաջի համար, նորից եմ կրկնում անկուսակցական, ու չեմ փոշմանել։ Կա ուրիշ հարցեր տվեք, խնդիր չկա պատասխանը։ Ձեր հայտարարագրի հետ կապված քննարկվեց մամուլում, որ գրել եք չեմ աշխատում։ Այսինքն ինգադի եք ունեցել, որ Հայաստանի Հանրապետությունում։ Ես Հայաստանի Հանրապետությունում չեմ աշխատում, դրսում եք գրանցված աշխատող չեմ, իմ սեփականություններս, այսինքն շարժական գույքերս աշխատում են տարբեր մարդկանց հանձնած, որոնք ես տվել եմ նոտարական տավեռնսներով, տվյալ կազմակերպություններին իրանք կաշխատցնեն իմ
գործունեությունս։ Իսկ Թուրքիայի հետ կապված շարժը գրանցված այնտեղ կազմակերպություններ կա եւ այնտեղած օրենքը թույլ կտա իրանց հետ համագործակցելու իրանց երկրի հարգ ու թուրքը մուծելու համար կարող ես դու աշխատել։ Իմ կավտոներովս կամ գործնեությամբ ստաբալվող մարդիկ այդ մուծումները օրինական ձևի կմուծեն։ Այդ պատճառը նաեւ այդ թղթի ունենալու օրինականությունն է, որովհետեւ դու չես կրնա այդ երկրում գործարք ենես, կանխիկ։ Ինչ որ կամած մենք ստեղ կեշտանք։ Եթե կումեկենա դուրս կա այդ երկրից, հասարակ կայի ակտ ունենա, այդ երկրից դուրս գալու համար դու պարտավոր ես ունենալ այդ թուղթը, այդ թղթին կցված բանկային քարտ, որում պետք է եղնի քո գումարը, այդ վճարները գանձեն, որ դուրս գաս, թե դու այդ երկրից դուրս չես կրնակա։ Մենակ այդ երկիրը չէ, եվրոպական բոլոր երկրները։ Նույն բանը իմ ավտոբուսս տարվա մեջ մի քանի անգամ գնում է Բուլղարիա, որի մասին չեն ուզել հիշել, որովհետև Բուլղարիայի հետ կապեր չունին։ Թող կան այդ ճամպենը ցույց կտամ կապերն իմանան կտեսնին, այնտեղ ես կապեր ունիմ, գնում եմ թե չէ։